Հեցի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազիմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքել է իշխանությունների տվյալները և նշել, որ Հայաստանում նոր տարվա գիշերը առանց էլեկտրաէներգիայի է մնացել ոչ թե 9200 բաժանորդ, այլ ավելի քան 13000։ Ըստ նրա, այդ ժամերին գրանցվել է 125 վթար, մինչդեռ նախորդ դեկտեմբերի 31-ին գրանցվել է 15 վթար։ Առանց հոսանքի է մնացել 6700 բաժանորդ։ Կեսգիշերին հոսանքազրկված բաժանորդների թիվը նվազել է մինչև 261։ Հիշեցնեմ, նախորդային վարչապետ Փաշինյանը հոսանքի զանգվածային անջատումների համար մեղադրել էր Էլ-ցանցերի նախկին ղեկավարությանը, պնդելով, որ ընկերությունն իբր չի կատարել իր ներդրումային պարտավորությունները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, եթե չկա մի ընտանիք, որից հեծը գողություն արած չի եղել, Ղազիմյանն ասել է, նրա դեմ դատական հայց ներկայացնելու հարցը դեռ քննարկում են, ապա հավելել, որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, ուրեմն կամ իրեն խաբել են, կամ ինքն է խաբում։ Շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։ Երբ որ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ հեծը գողացել է ամեն ընտանիքից եւ ամենայն պատասխանությամբ ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է, ես անգամ գիտեք, ես առաջի ձեզ հետ շփումը ունեցել եմ հունիսի վերջ։ Առաջի շփման ժամանակվանից խոսք էր գնում, արդեն խոսք էր գնում քրեական վարույթների մասին։ Այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից ամեն առիթով հայտարարում է, որ կան 20 եւ ավելի վարույթներ։ Ուր են այդ վարույթները։ Այսինքն մենք հիմա կասկածի տակ ենք դնում մեր ԵԱՊ մարմինի պրոֆեսիոնալիզմը, որ չեն կարողանում այդ հասարակ, այսպես ասած, հավելագրում ինքը ես համարում եմ հասարակ վարույթ։ Լավ քննիչի համար, նորմալ քննիչի համար հասարակ վարույթ է։ Ինչ որ միտեղ ավել թիվ է գրվել, հաշվի չկա, չգիտեմ, վկաները կան, հանցագործը առերևույթ, որից է մեկի անմոռության կանխավարկածը կասկածի տակ չդնելով կա։ Հիմա ընդհանրապես խնդիրը մնում է դա բացահայտել։ Այս պայդրությամբ անոնսել են մի տեսուչի, եթե չեմ սխալվում, ձերբակալություն, որոշակի հավելագրումներ, իսկ ով է ասում դա չի եղել, իսկ ով է ասում մենք այսպես չենք զբաղվել